Ով հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, մեր ամեն օրվա հացը այսօր մեզ տուր, և մեզ ներիր մեր պարտքերը, ինչպես մենք ներում ենք մեր պարտապաններին, ու մեզ փորձության մի տանիր, ապա չարից ազատիր, քանի որ քոնն է թագավորությունը, զորությունն ու փառքը հավիտյանս հավիտենից, ամեն, Սիրելիներս Տերը օրհնի շատ բոլորիդ։ Ընթերցեմ Սաղմոս 118-րդ գլխի 24-րդ խոսքը, որտեղ ասվում է. Սա այն օրն է, որ Տերը ստեղծեց, եկեք ցնծանք եւ ուրախ լինենք նրանում։ Ես կուզեմ կիսվեմ իմ ապրումներից, որ այս վերջի ժամանակահատվածում ես սկսել եմ շատ գոհանալ Աստծուց։ Այսինքն ես երբ արթնանում եմ, հենց աչքերս բացում եմ, ասում եմ փառք ես Տեր ջան, որ այսօր էլ իմ աչքերը բացվեցին ու այսօր էլ կյանք տվեցին ինձ, Տեր, շնորհակալ եմ։ Ու իմ փափագն է, որ այսօր էլ եկեք գոհանանք այս շաբաթվա համար, որ Տերը պահեց եւ այսօր էլ հասցրեց այստեղ, որպեսզի սրտանց փառք տանք եւ պաշտենք մեր հիասքանչ Հորը։ Ողջ
հայացքը դեպի քեզ է եւ խնդրում եմ, որ միջև վերջ դեպի քեզ լինի Աստվածս։ Այո, ինչպես Սաղմոս Սերգուն է ասում, ինչպես եղջերուն փափագում է ջրի վտակներին, մեր անձերն էլ քեզ են փափագում եւ այսօր ասում ենք, այո, քո կարիք ունենք, մեր սքանչելի Տեր։ Այո, մենք էլ միանում ենք բազում ասողներին, որ նրանք ասել են դեր դարեր առաջ, ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Մենք էլ այսօր ունենք այդ պատիվը ասելու, ճաշակել եմ ու տեսել եմ, որ իմ Տերը քաղցր է, բարի է, նա է միակարդարը, նա է հզոր Աստվածը, ալելույա։ Եվ շնորհակալ ենք Տեր Հիսուս, որ քո սուրբ զոհի շնորհիվ, քո սուրբ արյան շնորհիվ այսօր էլ մոտենում ենք շնորհած գահին, համարձակությամբ ենք մոտենում, որովհետև դու կյանք տվեցիր, որ մենք կյանք ստանանք, քո կյանքը դրեցիր, որ մենք Տեր ազատ լինենք, որ մենք այսօր կարողանանք գոհացող սրտերով քեզ պաշտել ու երկրպագել, ալելույա, մենք երգելու ենք և ասենք, Հիսուս դու ես մեր բժիշկը, դու ես մեր փրկիչը, դու ես մեր ազատարարը, շնորհակալ ենք, ալելույա։ Հիսուս դու ես բժիշկը իմ, ինձ օգնիր հավատալ քեզ, ինձ օգնիր մոտենալ քեզ։ Հիսուս դու ես փրկիչը իմ, ինձ օգնում ես որ հաղթել, վախերից ազատ ապրել, հավատում եմ քեզ, հավատում եմ քեզ, հրաշագործ Աստված ես դու, հավատում եմ քեզ, հավատում եմ քեզ, հրաշագործ Աստված ես դու։ Քեզ համար հզոր Աստված, քեզ համար հզոր Աստված, Տեր դու հաղթեցիր մահին, քեզ կանչողը կփրկի, քեզ կծողը կյանք ունի ամեն, հավատում եմ քեզ, հավատում եմ քեզ, հրաշագործ Աստված ես դու, հավատում եմ քեզ, հավատում եմ քեզ, հրաշագործ Աստված ես դու։ Հալելույա, մենք բարձրացնում ենք, մեր ձայները դեպի քեզ, մեր ձեռքերը դեպի քեզ, մեր աչքերը դեպի քեզ, հրաշագործ Աստված ես դու։ Հավատում եմ քեզ, հավատում եմ քեզ, հրաշագործ Աստված ես դու։ Սիրելի մեր բարի Հայր, շնորհակալ ենք քո խոսքի համար, որ մեզ քաջալերում ես եւ ասում ես. Տերը կգա եւ չի ուշանա։ Ամեն այսօր նորովի օգնիր հավատանք Տեր։ Դուր մեզ համբերություն, վստահություն, միջև վերջ կայուն մնալու, հաստատուն մնալու Տեր։ Եվ այսօր էլ այս երգի խոսքերը թող մեր հռչակումը լինի, մեր հավատքի խոսքերը։ Տերը կգա չի ուշանա, իր հարությամբ մեզ կյանք կտա, այսօր սրտանց կասեմ նրա, հրաշագործ Աստված է, նա կարող է
Սքանց կասեմ նրան Հրաշագործ Աստված ես Հրաշագործ Աստված ես Հավատում եմ քեզ Հավատում եմ քեզ Հրաշագործ Աստված ես Հավատում եմ քեզ Հավատում եմ քեզ Հրաշագործ Աստված ես Հավատում եմ քեզ Հավատում եմ քեզ Հրաշագործ Աստված ես Հավատում եմ քեզ Հավատում եմ քեզ Հրաշագործ Աստված Ամեն Տերս, շնորհակալ ենք, որ դու ես զորացնում թուլացած ձեռքերը, զորացնում ես թուլացած ծնկները եւ մեզ ուժ ես տալիս Տեր առաջ քայլելու այն ճանապարհներով, որ դու ես հարթել Տեր եւ շնորհակալ ենք, որ այսօր էլ կարող ենք գնալ հավատքից հավատք, զորությունից զորություն եւ փառքից փառք մեր հրաշալի Տիրոջ անունով հավատացողը կարող է ասել ամեն, 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 ողջ փառքը քեզ է տալիս, Փառքեր Աստծուն, եկեք փառաբանենք մեր ամենակարող Աստծուն, մեր բարձր ծափերով։ Տեր օրհնի սիրելի Աստծո ժողովուրդ, խնդրեմ համեցեք նստեք կարճ րոպեներ։ Սիրելիներ, Տեր օրհնի բոլորիդ, այսօր օրհնված օր է եւ ինձ բաժին է հասել խոսել զոհաբերության խոսք։ Փառք Աստծո հնարավորության համար, որի համար շնորհակալ եմ Աստծուն եւ իմ բոլոր ծառայողներին։ Առաջին անգամը չէ, որ բեմից խոսում եմ, բայց առաջին անգամն է, որ պետք է խոսեմ ֆինանսներից, թե ինչպես սկսեցի լինել եկեղեցում 10-րդի մեջ, ամրապնդվեցի զոհաբերության մեջ եւ կկիսվեմ ձեզ հետ վկայությամբ այս վերջերս կատարված ինձ հետ ժամանակահատվածում դեպքերից։ Երկար ժամանակ է աշխատանք էի փնտրում, փորձում էի ուսման հետ համատեղ, քանի որ համալսարանում հեռակայում սովորում աշխատանք գտնեմ ու երկարատև ժամանակ է չէի կարողանում հարմար աշխատանք գտնել ինձ, նույնիսկ ժամերը խանգարում են եկեղեցում ծառայությունների ներկա գտնվելուն, այդպես ոչ մի ձև չէր ստացվում հարմար աշխատանք գտնել, այդպես երկար փնտրելուց հետո որոշեցի, որ էլ չեմ փնտրելու, որովհետև ապարդյուն էր։ Եկավ մի ժամանակահատված, որ մեր ընտանիքում մի քիչ ֆինանսական խնդիրներ առաջացավ ու այդ պահին ավելի շատ էր զգացվում աշխատանքի կարիքը, էլ ինքել էի փնտրտուքների մեջ, մորաքույրս աշխատում է հյուրանոցային ոլորտում, ինձ առաջարկեց խորհրդի կարգով, որ աշխատողի կարիք ունեն։ Գնացի հարցազրույցի, ղեկավարի տնօրենի հետ խոսեցի ու հետաքրքիրն է ինքը չթողեց ես մտածեմ աշխատելու եմ թե չէ, ինքը ասեց դու միանգամից ընդունված ես, գալու ես փորձաշրջան։ Հավատքով գնացի, սկզբնական օրերը շատ լավ էր անցնում, շատ շուտ հունի մեջ ընկա, իրանք է որպես ղեկավար ամեն ձև ինձ գնահատում էին, գովեստի խոսքեր էին ասում, այն որ չէին թողնում ոչ մի ձև ես ինչ-որ նեղվածություն կամ անհամատեղություն ունեմ աշխատանքի հետ, փառք Աստծուն, նաև կարամ ասեմ գոլեգաներիս մասին, որ շատ լավ մարդիկ են, առաջի օրվանից ամեն ձև ինձ օգնել, աջակցել, չգիտեմ, անհասկանալի հարցեր բան ա եղել, օգնել ինձ, որովհետև ինձ թվում է ցանկացածից համար է, ով փորձ չունի, երբեք չի աշխատի կյանքում, դժվար է գնալ աշխատել մի ոլորտում, որը քեզ խորթ է մի քիչ, ու եկավ այն պահը, որ պետքա ստանա իմ առաջին աշխատավարձը, աշխատավարձս փոխանցվեց ու հետաքրքիրն է այն ժամանակահատվածներ, երբ եկեղեցում խոսվում էր 10-րդի մասին, այդ ժամանակահատվածում Աստծո մարդուց հաճախ էի լսում, որ ասում էր պարտադիր չի դու աշխատես, որ քո 10-րդ առանձնացնես 10 եկեղեցուն, ես միանշանակ կիսում եմ այդ կարծիքը, բայց մինչև այս, քանի որ ես չեմ ունեցել ֆիքսված գումար, դրանից չեմ կարողացել առանձնացնել իմ 10-րդը տամ ու իրականում վատել էի զգում դրանից, բայց աշխատանքը եղավ դրա սկիզբը, իրականում առաջին 10-րդս տալուց բնականաբար կարողացված մտքերը տամ թե չէ, բա ոնց կլինի իմ առաջին մեծ աշխատավարձն է, ոնց մեծ չափով գումար առանձնացնել տամ, կարող եմ սենց ուղեղել ասել, իմ առաջին 10-րդը եղել է 7000 դրամ, իրականում ինձ թվում է չափով այդքան է քիչ չի ու փառք Աստծուն, բերեցի հավատքով տվեցի 10-րդս ու վստահ էի, որ անպատասխան չի մնալու,
Մոտավոր անցավ մի քանի օր, մոտավոր 2 օր անց տնօրենս կանչեց իր մոտ ընդհանրապես ճշտելու բողոքներ ունեմ արդյոք աշխատանքից գոհ եմ, ինչ առաջարկներ, կարծիքներ ունեմ, ինքն իր հերթին իր գովեստի խոսքերը ասեց, շնորհակալություն այնտես լավ աշխատելու համար, մինչև օրս է փառքաստուն գովում է ինձ։ Այդպես ասեց ու ասեց քեզ ունում եմ մի բան ասելու, ասեց ես տեսնելով քո աշխատանքը, գնահատելով ու տեսնելով դու ինչքան եռանդուն ես աշխատում, ասեց ես որոշել եմ քեզ պարգևը վճար տամ ու դա իմ համար ամենանսպասելին էր, որովհետև ինքը ասեց ես չէի սպասում իրականում, որ անփորձ մարդիկ կարողանաս այն շուտ ընկնի հունի մեջ, պատասխանատու լինի իր գործի մեջ ու որ քեզ կարողանան վստահել, հենվել քո վրա ամեն հարցում, կարամ ասեմ շատ լավ զգացում էր դա, հաճելիորեն զարմացա, միանշանակ ես ասոցացնում եմ այդ ամեն ինչը իրար հետ, որ ես իմ բաժինը տվեցի եկեղեցուն ու Աստված այդ չափի կրկնակի օրհնեց ինձ, դրա համար փառքեր Աստծուն, անկեղծ խոսքեր չեմ գտնում բացատրելու զգացողությունը, Տեր օրհնի, մոտ 4 ամիս արդեն աշխատում եմ, փառքեր Աստծուն, ունեմ իմ անձնական գումարը, կարողանում եմ իմ ցանկացած հոգսեր օգնել, իմ ընտանիքին ինչու ոչ օգնել տարբեր հարցերով, 4 ամիս աշխատում եմ, կարամ ասեմ ընդհանրապես ոչ մի իմ ծառայությանը չի խանգարել եկեղեցում, կուզեմ նաև զոհաբերության հետ կապված ասել, որ փոքրից ես միշտ սիրել եմ այդ զոհաբերությունը, իմ փոքր ժամանակ հիմնականում մամաս կամ տատիս իրանց գումարը ինձ էին տալի, ես էի տանում 20 գանձանակի մեջ, փոքրից սիրել եմ այդ պահը, բայց կարելի ասել դուրս չեմ վերաբերվել, որովհետև մինչ այս վերջերս իմ համար նորմալ էր, որ ես կարայի մի շաբաթ տայի գումար, մի շաբաթ չտայի, կարայի ես ասեի լավ է շաբաթով եմ, մյուս շաբաթ ինչ պարտադիր է զոհաբերություն տամ, այդ կարգի ես անկարևորություն էի տալիս, բայց ես հասկացա, որ իմ այդ մեկ շաբաթվա տվածն ու մյուս շաբաթվա տվածը իրար գումարած դեռ շատ քիչ է տեղից, ուր մնացել չտամ, սա նաև լավ պատճառ եղավ, որ զոհաբերության մեջ ամրապնդվեմ ու հասկանամ, որ մենք մեր լավագույնը չպետք է խնայենք Տիրոջ համար, տանք մեր լավագույնը ու ինչպես իմ օրինակով հասկացաք, Աստված առատապես օրհնելու է, օրհնություններ է գալու մեզ կյանքում, թե մեր կյանքում, թե աշխատանքի ոլորտում, թե եկեղեցում մեր հոգևոր ընթացքում, դրա համար սիրելիներ, ձեզ եմ այսօր քաջալերում, որ մի խնայեք Աստծո համար ձեր լավագույնը, հավատացեք ինչին դուք սպասում եք, Աստված ժամանակին ճիշտ կօրհնի, ես ղեկավարներս ինձ անձամբ ասել են, որ մենք չենք սպասում, որ ամեն ինչ sense լավ կդասավորվի ու մենք կարողանանք sense համագործակցել, դրա համար փառքեր Աստծուն, գոհանում եմ ամեն օր Աստծո համար ու երբեք ոչ մի օր ես դրանից կոպիտ ասած փառք չեմ ստացել, որ ինձ այդքան գովացել էի, որտեվ ինձ այդքան գովում են, ես կարայի ասեի, դե լավ գովացին վերջացրին, կարամ էլ նորմալ չաշխատեմ, էլի, ինչից է պետք գլուխ պահեմ, նորմալ չաշխատեմ, բայց հակառակը ես դրանից ավելի լավ եմ ինձ զգացել, սկսել եմ ավելի լավ աշխատել։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար կրկին, խնդրեմ կարող եք անել ձեզ զոհաբերությունները Տիրոջ առջև, Տեր օրհնի բոլորից շատ։ Տեր օրհնի սիրելիներ ջան, համեցեք նստեք։ Ամեն անգամ, երբ պատիվ եմ ունենում կանգնել այստեղ ու վկայել Տիրոջ գործերի մասին, շատ գոհություն է գալիս Տիրոջը, հատկապես երկու բանի համար։ Առաջինը, որ Տերը այնպիսի ընտանիք ու այնպիսի մարմին է կայացրել, որտեղ ես կարող եմ կանգնել ու ասել իմ թերությունների մասին, որոնք փոխվել են, իմ սխալների մասին, որոնք շտկվել են, ու ես վստահ եմ, որ չի լինի մեկը, ում մտքով ինչ-որ սխալ բան կանցնի կամ ով ինձ մտքում կդատի, ու այդ շատ բարձր բան է։ Եվ երկրորդ բանը, ես գոհանում եմ Տիրոջից, իմ առաջից գնացող բոլոր ծառայողների համար, ովքեր անցել են տարբեր դժվարություններով ու ճանապարհ են հարթել իմ համար, որ ես շատ բաներ ավելի հեշտ անցնեմ ու կայանամ, որ ես այստեղ կարողանում եմ այսօր կանգնեմ այդ բոլոր այդ մարդկանց շնորհիվ է, ովքեր մի օր շատ դժվարություններով են անցել ու շատ գոհանում եմ Տիրոջից բոլոր իմ առաջից գնացողների համար, Աստված ձեզ օրհնի ու ավելիով բարձրացնի իր տան մեջ։ Այսօր ուզում եմ վկայել էության փոփոխության մասին, որ լինում է փուլային, երբ տարիներ առաջ ես դեռ հոգևոր փոքր հասակ ունեի,
Տերը ինձ թույլ տվեց, որ բացահայտեմ իմ մեջ օրինակը նախանձի վրա բերեմ։ Ու երբ որ բացահայտվեցի, այդ ժամանակ հենց խոսքը գնում էր, որ չպետք է թաքնվենք Տիրոջից։ Ու քանի որ ես չթաքնվեցի, Տիրոջով այդ հարցը իմ մոտ փոխվեց ու երկար ժամանակ այդ հարցը իմ մոտ լուծված էր։ Ու ես մտածում էի, որ վերջ, ես նախանձից լրիվ ազատագրվել եմ ու իրոք այդպես էր։ Ես եթե մի ժամանակ իմ հարազատների հաջողություններով կամ թեկուզ անծանոթ մարդկանց հաջողություններով կարող եմ ներսում ինչ-որ ըմբոստություն բարձրանալ, այդ չկար այլևս ու ես ուրախ էի դրանից, որ ես ազատվել եմ, բայց որոշ ժամանակ առաջ մեկ էլ ինչ-որ նորից դրսևորում զգացի, բայց ավելի նուրբ ինչ-որ մի բան էր, ավելի փխրուն ինչ-որ մի բան էր, որը այդքան զգացնել իրան չէր տալիս ու այն մարդիկ, ովքեր որ անցնում են փոխվելու ճանապարհը, վստահ եմ ինձ կհասկանան, որ առաջինը մեկ էլ գալիս է հիասթափություն, բայց ախր ես այդ հարցում արդեն փոխվել էի, միթե չի կատարվել իմ փոփոխությունը, միթե ես նույնն եմ մնացել։ Ու դրանից հետո անմիջապես մեկ էլ գալիս է, որ քանի որ ինքը արդեն մանր հարց է, ոնց որ չտեսնելու էի տալիս այդ հարցը, ասում էի դե լավ, երևի ինձ է թվացել, այդ չկա, ախր այդ իմ մոտ փոխվել է արդեն, ու այդպես որոշ ժամանակ ու երբ աղոթքաժողովի էինք հավաքվել եկեղեցում, Աստծո մարդը խոսեց ծածուկում Տիրոջ հետ վարվելու մասին, ու ես տարիներ հասկացա, որ տարիներ ես չեմ իմացել ինչպես ճիշտ վարվեմ ծածուկում Տիրոջ հետ, ու իմ աղոթքը ոնց որ ավելի դարձել էր ուղղակի մենախոսություն, որ ես աղոթում եմ, ինքս ինձ հետ խոսում եմ ու թողնում գնում եմ տուն, ու ոչ մի բան դրանից չի փոխվում։ Այդ օրը Աստծո մարդը ասում էր, որ երբ որ դու գնում ես քո ծածուկում աղոթելու, Տերը այնտեղ ներկա է, բայց դու չես գալու իր ներկայությունը այդտեղ։ Քեզ թվալու է դու քո աղոթքը չի լսվում ու դու մենախոսում ես, բայց եթե դու հավատքով աղոթես, որովհետև երանելի այն մարդը, որ չի տեսնում, բայց հավատում է, ու չկասկածես, որ կփոխվի, քո մոտ այդ հարցը կփոխվի։ Ու ես նաև հասկացա, որ պետքա սովորեմ լսել հոգու ձայնը, այլ ոչ թե մենակ անընդհատ ես խոսեմ, իմ խնդիրները ասեմ ու թողնեմ գնամ, որովհետև եթե ես իմ ականջը բաց չլինի Տիրոջ առաջ, ինչքան էլ ես աղոթեմ, մեկը պատասխան չեմ ստանալու։ Ու այդ օրը, երբ որ ես իրապես մտա իմ ծածուկում ու սկսեցի աղոթել, հոգին շատ նուրբ ինձ ցույց տվեց նորից այդ հարցը, որ տես դու էլ չես նախանձում քո դիմացինին, բայց դու լիարժեք չես ուրախանում իր համար։ Ճիշտ է, դու էլ չես մտածում ես էի արժանի, բայց դու համ էլ չես ուրախանում լիարժեք, որ այդ մարդը ինչ-որ բանի հասավ, ու քանի որ ես բժշկականում եմ սովորում, ոնց որ հոգին ինձ բացատրում էր հենց այդ ոլորտում, որ եթե երեխան 4-5-րդ դասարանում է սովորում, տարրական դասանի երեխա է, մենք իրան ընդհանրապես սովորացնում ենք, որ դու ունես տարբեր մարմնի մասեր, օրինակ ձեռքեր, ոտքեր։ Երբ որ ավելի ես մեծանում, դու անցնում ես, որ մենակ այդ ձեռքի մեջ կա ոսկր, կա մկան, կա մաշկ։ Երբ որ մի քիչ ես մեծանում, հասկանում ես, որ քո մաշկը օրինակ կազմված է տարբեր բջիջներից ու ամեն մեկը ունի տարբեր գործառույթ։ Իսկ բուհական մակարդակում դու արդեն անցնում ես, որ բացի այդ բջջում նաև կան տարբեր մոլեկուլներ, որոնք տարբեր գործառույթներ են կատարում։ Ու հետաքրքիրն է նա, որ մենք մտածում ենք, դե այդ մի մոլեկուլը ինքը շատ աներևույթ բան է, այնքան փոքր է, որ մենք նշանակություն չենք էլ տալիս, բայց եթե թեկուզ այդ մի մոլեկուլ իր գործառույթը փոխեց, ամբողջ օրգանիզմը դրանից կարող է շատ լուրջ տուժի։ Ու հոգին ինձ բացատրում էր, որ դու չես կարող միանգամից այդ հարցը փոխել ու հիշեցնում էր այն, որ Աստծո մարդը ասում էր դու միանգամից գերանը չես կարող քո աչքից հանել։ Դու պիտի իրան փոքրացնես ու շուխ-շուխ դու դուրս պետք է հանես, որովհետև միանգամից չի լինի։ Ու ինձ նաև բացատրում էր, որ դու 4-5-րդ դասանի երեխային չես կարող բացատրես, որ դու ունես միլիարդավոր բջիջներ, որ ամեն մեկը ինչ-որ գործառույթ է կատարում։ Դու պիտի բացատրես այդ երեխուն, որ դու ունես տարբեր մարմնի մասեր, հետո այդ երեխան պետք է ավելի տարիքով մեծանա, որ իր գիտությունը ավելանա ու դու կարողանաս իրան բացատրես, որ բացի այդ դու նաև ունես որոշ հյուսվածքներ։ Ու այդպես հոգին ինձ բացատրում էր, որ երբ որ դու հոգևոր տարիքով փոքր էիր, ես քեզ չէի կարող այս մանր բաները բացատրել, որ դու փոխեիր։ Դու պետքա գլոբալ հասկանայիր, որ դու ունես նախանձը
ու դրա համար ապաշխարեիր։ Ու հետո դրանից հետո ինչքան քո հոգևոր տարիքը ավելանում է, դու ավելի մանր բաներ ես նկատում, որոնք պետքա քո մեջ փոխվեն։ Ու ոնց որ Պողոս Առաքելն էր ասում, որ ես մեղավորների մեջ առաջինն եմ, ես միշտ այդ համարը կարդալուց մտածում էի, այս մարդը երևի ամենամոտն է իր ժամանակներում Աստծուն ու ամենակայացած մեկն է։ Ոնց է ինքը մտածում, որ մեղավորների մեջ առաջինն է, իմ համար մի քիչ պաթետիկ էր հնչում, ես չէի հասկանում, այդ ոնց է տենց։ Ու հետո, երբ որ այս ամենը հոգին ինձ բացեց, հասկացա, որ դու ինչքան հոգևոր հասակով մեծանում ես, այդքան միկրովիրաբուժության մեջ ես խորանում, որտեղ դու արդեն մոլեկուլների մակարդակով տեսնում ես քո մեջ մանրուքներ, որոնք փոխելով քո կյանքում շատ մեծ բաներ է փոխվում։ Դրանք թվում է մանրուքներ են, բայց երբ որ դա փոխվում է, քո կյանքում մի հատ sense շրջադարձային բան է լինում, ու դու մտածում ես, որ այս մանրուքի պատճառով իմ կյանքը լրիվ ուրիշ էր։ Ու ես շնորհակալ եմ Տիրոջը, որ այսքան մեզ սովորեցնում է, այսքան համբերում ու կայացնում է։ Ու շնորհակալ եմ, որ Աստծո մարդու միջոցով մենք այսքան հայտնություններ ենք ունենում այս տան մեջ, ու գոհանում եմ Տիրոջից նորից իմ առաջից գնացող բոլոր ծառայողների համար, շնորհակալ եմ ձեզանից շատ, Տերը օրհնի բոլորիդ։ Փառքեր Տիրոջը, սիրելիներ ջան, ողջունում եմ ձեզ, սիրելի իմ տուն, իմ համար շատ թանկ է այս տունը, շատ թանկ է ամեն մի հատիկդ, տարիներ է Տիրոջ տան մեջ եմ շատ երկար, իմ զավակները ստեղ են մեծացել, մյուս անգամ ստեղ ծնվել է, ստեղ մեծանում է, սիրելի մայրեր, սիրելի հայրեր, ձեր երեխաներին իրականում սովորեցրեք փոքր տարիքից, ինչա զոհաբերությունը, ինչա տասանորդը, Գեղամը իմ տղան էր, որ խոսած, իրականում ինչ որ ինքը ասում էր ճիշտ էր, ասում փոքր ժամանակ չէր թողում երբեք, որ մենք զոհաբերություն անենք, միշտ մեր ձեռքից վերցնում էր, այն ժամանակ շարքերով արկղեր էին անցնում, ասում էր ես պիտի դա պարտադիր գցեմ, ու այդ պահին մտածում ես, դե երեխա է, լավ, դե հիմա ինչ պիտի իր կյանքում բան լինի, բայց ասեմ ձեզ, երբ որ իրանք մեծանում են, դա իրանց մեջ շատ մեծ սերմեր են թողնում։ Մենք պիտի իրականում օրինակ լինենք մեր զավակների համար, որտեղ իրանք ինչ տեսնում են, մի օր իրականում դա ի հայտ է գալիս մեծ հասակում։ Շնորհակալ եմ Աստծուց, որ այսքան տարի համբերել է, այսքան տարի թույլ է տվել, որ մնանք իր տան մեջ, ծառայենք։ Շնորհակալ եմ այս տան հորից, ինքը ոչ թե միայն Աստծո մարդ է, այլ նաև մեր հոգևոր ծնողն է։ Ես նաև իմ կյանքում ունեմ իմ ծնողները, բայց ասեմ, որ հովիվն էլ իմ կյանքում շատ մեծ տեղ է գրավում, միգուցե շատ առիթներ չի լինում դրա մասին ասել, բայց իրանից սովորում եմ, թեպետ ծածուկում, լսելով, տեսնելով իրան, աշխատում եմ վարվել նենց ոնց որ ինքն է մեզ սովորեցնում։ Սիրելիներ ջան, շատ երկար տարիներ է Տիրոջ տան մեջ եմ, բայց առիթ չի եղել վկայեմ մի լուրջ բժշկության մասին, որ Տերը արեց իմ կյանքում։ Եվ այդ բժշկությունը Տերը ինձ հիշեցրեց, երբ որ Հովը խոսում էր մի առժամանակ առաջ Կարմիր ծովի եւ դառը ջրերի պատմության մասին։ Նենց հետաքրքիր էր, երբ որ Հովը խոսում էր, ես այդ իմ ներսում այդ ամեն ինչը ոնց որ վերապրեի, որ այդ ինձ է վերաբերվում այդ ամեն ինչը։ Հիմա որ խոսեմ կհասկանաք ինչի մասին է։ Դուք գիտեք, որ Կարմիր ծովը դա մեր իրավիճակներն են։ Շատերիս համար կան իրավիճակներ, որ կարծես թե հնարավոր չի, որ դուք անցնես դրա միջով։ Երբ որ Հովը խոսում էր, որ Կարմիր ծովից հետո նաև եղավ դառը ջրերի պատմությունը, սա հերթականությամբ կգնանք, կհասկանաք։ Շատ տարիներ առաջ իմ կյանքում եկավ մի տենց փուլ, որ ես հանդիպեցի Կարմիր ծովին։ Իմ մոտ Գեղամի ժամանակ սկսվեց սաստիկ ցավեր, ու բոլորը կապում էին, որ դա իմ հղիության հետ է կապված։ Մի խոսքով, երբ որ Գեղամս ծնվեց, դրանից հետո այդ ցավերը նորից սկսվեցին ու հասկացանք, որ դա հեչել իսկի հղիության հետ կապված չէր։ Մի խոսքով շտապը եկավ, ասեց լավ կլինի մի հատ իրան հետազոտության տանեն։ Սիրելիներ ջան, երբ որ գնացինք հետազոտության, պարզվեց, որ իմ լեղապարկը ամբողջությամբ քրքրված է։ Այդ ընթացքում այդ քարերը Հովը գիտի շատ տարիներ առաջ մենք անգամ նամակների տենց բան ենք ունեցել, ես այդտեղ եմ վկայել, որ այդ հնարավոր չէր, որ կբժշկվեր, որտեղ ինձ վիրահատություն էր նշանակված, ուղղակի սպասում էին, ասում էին մի հատ այդ հետ ծննդյան վիճակից դուրս գաս, որ նոր քեզ վիրահատենք։
ու ինչ սաստիկ ցավեր Ժորժ ջան չեմ կարա նկարագրեմ, որովհետև ես գայլայլվում եմ, երբ որ պրիստուպները բռնում էր, արդեն այդ շրջանում ունեցել էր համընկե, որ սրսկում էին չերել անցնում ցավը։ Մի խոսքով, այդ ժամանակահատվածում եկեղեցի չեմ եկել։ Ասեմ, որ մեր Տերը հրաշագործ Աստված է։ Իմ կիսուրս էր գալիս եկեղեցի այդ շրջանում ու աղոթք արվել է իմ համար, այն ժամանակ չունեինք է բժշկության ծառայություն, ունեինք մի տեղ, որտեղ հագուստները դրվում էր ու իմ հագուստը տեղ դրել են, իմ համար աղոթել են։ Ժորժ ջան, Տերը ինձ իրոք այդ կարմիր ծովը ոնց է հիմա մեր համար, իմ համար օրինակ մի քիչ գերբնական է, որ կբացվի քո առաջ ու դու դրա միջով ուղակի կանցնես։ Իմ համար անհնարին էր, որ ինձ ասում էին դա կբժշկվի։ Ես վկայում եմ, Ժորժ ջան, Տեր ինձ բժշկել է դրանից։ Փառքերը Տիրոջը լինի։ Ու չգիտեմ, եթե կան ստեղ մարդիկ գիտեք, որ քարը պոճկաներից ընկնում են, բայց լեղապարկից դա երբևիցե չի ընկնում։ Ես ունեմ թղթաբանություն, տարիներ առաջ հետազոտվել եմ, նաև հետոն եմ հետազոտվել, ու գիտեք հետոն ինչներ, որ երբ որ ես այդ սուր պրիստուպից հետո արդեն գնացինք որոշում կայացնելու, որ ես պիտի վիրահատվեմ, բժիշկը ինձ ամեն կողմ շրջում է ու նույն տեղում ենք մենք ստուգվել։ Ու սենց ապշած ինձ նայում ասում է, զարմանում եմ այդ քարերն ինչ են եղել, ու ինձ վախ մցրեցի մեջ, որ նաև կարա լեղածորանումը խցանված լինի, էդ էլ պետք չի, բան, տենց շատ արխային ընկնեք, կարող է հետո լեղին տարածվի օրգանիզմի մեջ։ Կենթանի վկայում եմ։ Անցել է 20 տարի, գեղամս 20 տարեկանը։ Ես մի օր չեմ ունեցել այդ խնդիրը։ Մի օր չեմ բողոքել դրանից։ Բայց դրա գաղտնիքն էլ ասեմ ինչն է, սիրելիներ ջան, պիտի մնաս Տիրոջ տան մեջ։ Երբ որ ես անցա այդ դրա միջով, իմ համար դա կարմիր ծովն էր, իրոք, որ անհնարին էր, որ այդ իմ կյանքում կբժշկվեր։ Գիտես ինչի եմ ասում, մնաս Տիրոջ տան մեջ, որտեվ կարմիր ծովը անցնելուց հետո տենց չի որ դու պրծար։ Այդ պահին որ ցավերը տան հետանում, գիտես վերջ, էլ ինձ ոչ մի բան չի սպասվում։ Էլ ես չեմ կարող, էլ ինչ պիտի ինձ լինի, այ հենց կարևոր է այդ ժամանակ մնաս Տիրոջ տան մեջ։ Տիրոջ հետ հավատարիմ, ինչքան որ կարողանում ես, ինչքան որ քեզ տրված է։ Մենակ թե հասկանանք, որ մենք իրականում պատահական մարդիկ չենք կանչված ստեղ, ու մենք այն մարդիկ ենք, որ Տերը կանչել է, որ մենք իր ներկայացուցիչները լինենք աշխարհի մեջ։ Աստված օրհնի Հովիվ ջան ձեզ շատ, որ այսքան տարիներ սովորեցնում եք իրականում, կրթում եք մեզ, ու այդ խոսքը իրոք կյանքեր են փոխում։ Միգուցե շատ հնարավորություն չի լինում բեմի վրայից վկայել, բայց ինչքան առիթ ա լինում, միշտ վկայում եմ, որ ես ապրում եմ Տիրոջ ողորմության շնորհիվ ու անցավ առողջ փառք Տիրոջը։ Ժորժ ջան, երբ որ այդ կարմիր ծովը անցավ, փակվեց իմ կյանքում փառքեր Տիրոջը։ Հիմա ես ուզում եմ մի համար միասին ընթերցենք։ Ելից գրքի 15-րդ գլխի 22-րդ խոսքից։ Մովսեսը իսրայելացիներին կարմիր ծովից տարավ, հասցրեց Սուր կոչված անապատը։ Նրանք 3 օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան։ Եկան մեռա, բայց մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետև այն դառն էր։ Դրա համար Մովսեսն այդ վայրն անվանեց դառնություն։ Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. Ինչ խմենք։ Մովսեսն աղաղակեց առ Աստված եւ Տերը նրան մի փայտ տվեց, ցույց տվեց, Մովսեսն այն նետեց ջրի մեջ եւ ջրերը քաղցրահամ դարձան։ Այնտեղ Աստված ժողովրդին տվեց օրենք ու իրավունք եւ այնտեղ էլ փորձության ենթարկեց նրան։ Նա ասաց. Եթե ուշադիր լսեք քո Տեր Աստծո ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու ենթարկվես նրա բոլոր հրամաններին, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես եմ քեզ բժշկող Տերը։ Ամեն, ինքնային բժշկող Տերը, մինչև առ այսօր, փառքեր Տիրոջը։ Ու Ժորժ ջան, անցավ լավ էր փառք Տիրոջը, անցանք այդ շրջանը ու գալիս է մի պահ դու անգամ մոռանում ես,
որ դու կարմիր ծովի միջով ես անցել, ու Տերը ինչ հրաշք է քո կյանքում արել, որ անհնարինը դարձրել է քո համար հնարավոր։ Դու գիտեք, որ մենք փուլային փորձվում ենք, թեպետ լինելով Տիրոջ մեջ։ Ոչ թե դա փորձություն է, որ դու ընկնես, չէ, դա փորձություն է, որ դու ավելի մոտենաս Տիրոջը ու ավելի ճանաչես կենթանի Աստծուն։ Իմ կյանքում տենց է եղել, ինչքան իմ կյանքում մի դժվար փուլ ա եկել, դրանից հետո ավելի ճանաչողություն ա եկել Տիրոջը, որ ինչքան բարի ա մեր Աստվածը ու ինչքան սեր ա Իրանից գալիս բոլորիս նկատմամբ։ Ես շնորհակալ եմ, որ իրականում Տերը մի օր ինձ գտավ եւ բերեց տնկեց այս տան մեջ։ Եվ ես աճեցի, մեծացա, մի օր լավ, մի օր վատ, մի օր Տիրոջ կամքով, մի օր ոչ Տիրոջ կամքով, սխալներով, չգիտեմ, Տերը վկա, Տերը գիտի ամեն բան, Տիրոջ առաջ չեմ ուզում ոչ մի բան մեծ խոսեմ։ Եվ եկավ մի փուլ, որ տղայիցս հետո դե ուզում ես երկրորդ բալիկ ունենաս ու չկա եւ չկա։ Գնում ես բժշկի, բժիշկներն ասում են դե կօգնենք, բայց հնարավոր չի, կարաս էլ արդեն մի խոսքով չչարչարվես։ Ու գիտեք, իմ համար դա դարձել էր մի հատ նպատակ, որ դու պիտի պարտադիր երկրորդ երեխան ունենաս։ Թողած ամենակարևորագույնը իմ կյանքում ես ընկել եմ իմ կարիքների հետևից։ Մենք սաղս էլ ունենք կարիքներ, բայց երբ որ քո կարիքը դառնում է Տերը, այս Տերն էլ ասել է, եթե դու ինձ ունես, ամեն բան ունես։ Ուղղակի պետք է այդ պահին մենք հասկանանք։ Իմ համար այս սա էր, որ Տերը հանելով Կարմիր ծովից, ես եկա մի փուլի հասա, հանդիպեցի այդ դառը ջրերին իմ կյանքում, որ պիտի ուղղակի անցնեի, հասկանայի, որ Տիրոջ համար անհնարին ոչ մի բան չկա, ուղղակի այդ պահին մնայի Տիրոջ հետ։ Ու գիտես, անցավ դրանից 2 տարի, շատ էի գնում բժշկի, շատ էի տանջվում, դեղորայք էի խմում եւ այլն եւ աղոթքներ էր արվում։ Ու մի օր հունվարի 6-ն էր, իմ համար շատ ճակատագրական օր եղավ։ Նստած էի այդտեղ երկրորդ շարքում ու հովը բեմ կանչեց, անունով ինձ կանչեց եւ օծեց եւ օրտնեց, որ ունենամ համ մարմնավոր զավակներ, համ հոգեվոր զավակներ։ Ու ես այդ ամիս հենց հղիացել եմ։ Ու փառքեր Տիրոջը, որ ամեն, փառքեր Տիրոջը, որ այս ինչի համար եմ վկայում, որտեվ երբեք առիթ չի եղել, որ վկայեմ։ Սիրելիներ ջան, անցնելով այսքան բաների մեջից խոսքը մեզ սովորեցնում է։ Լինի կարմիր ծով, լինի դառը ջրեր, ինչ ուզում ա լինի, դու հույսը դիր միայն Տիրոջ վրա։ Ես չգիտեմ ինչքանով որ ստացվել է իմ մոտ, որ ասում են հրաշքներ չկան, իմ Էսթերս, որ հիմա քայլում է մանկականում, ինքը կենթանի քայլող հրաշք է, ու բոլորն են զարմանում, որ իրոք շատ դժվարություններով, բայց ծնվեց մեր հրաշք աղջիկը։ Ու ինչ եմ ուզում վկայեմ, ես Էսթերովս հղի էի, մենք ստեղ նստած նամակների էինք հովի հետ մասնակցում, ու իմ լեղապարկի ցավերը նորից բռնել էին։ Ու ես մտածում եմ, թե ես այդ ժամանակ չլինեի Տիրոջ տան մեջ, հովի հետ տենց խոսում էինք, ասում էի հով ջան, տենց վկայել եմ հովին, կարողա չհիշի, շատ երկար տարիներ անց է, ասում էի էլի այդ սուր ցավերը իմ մոտ սկսվել է, ոնց որ մի բան ինձ բանանի, որ կարողա էսի նորից զարգանա հղիության ընթացքում։ Հով ասեց մի բան Տերը, որ քեզանից վերցրել է, էլ երբեք քեզ դա հետ չի տա։ Դու տենց ընդունի ու վերցրա։ Ես հենց այդ օրը, այդ ժամանակ ուղղակի սենց հավատքով վերցրեցի, ասի իմ Տերը բարի է, եթե Տերը վերցրել է, ով կարա իմ դեմ կանգնի ու ասի այդ քոնն է։ Ու ես չընդունեցի ու փառքեր Տիրոջը, Ժորժ ջան։ Անցավ ու էլ այդ օրվանից ոչ մի բան չեղավ։ Ձեզ քաջալերում եմ ուղղակի։ Մնացեք Տիրոջ տան մեջ, ինչի, որտեվ քո ընկած ժամանակ մի հատ խոսք ես լսում, եկել հոպ վերականգնվում ես, հոպ այդ տեղը բժշկվում է, այդ վերքիդ վրա ոնց որ մի հատ դեղ կսվի, մեկ էլ դու հասկանում ես, հայ էլ, եթե ես մենակ լինեի, ես չէի կարող այս ամեն ինչի միջով անցնել։ Իրոք եմ ասում, այնքան շնորհակալ եմ, որ ես այս տան մեջ եմ, այնքան շնորհակալ եմ, որ իմ զավակները մեծանում են այս տան մեջ։ Այս երեխեքը բոլորը ովքեր որ խոսեցին, մի օր իրանք շատ պուճուրիկ երեխեք էին ու մանկականից իջել հասել են այստեղ։ Երանի իրականում մենք տեղ հասնենք, երանի մենք մնանք Տիրոջ տան մեջ ու կատարենք Տիրոջ կամքը բոլորովս։ Սիրելիներ ջան, ուզում եմ մի փոքր համարել կարդամ Սաղմոսներից։ Կներեք։ Կամ պատասխանատու է, շատ դժվար է այստեղից իդեպ խոսելը։ Սաղմոս 51-րդ գլուխ 10-րդ խոսքից։
Իսկ ես Աստծո տան պտղաբեր ձիթենու նման եմ, հավիտյան եւ հավիտենս հավիտենից հույսս դրի Աստծո ողորմության վրա։ Քեզ հավիտյան գոհություն պիտի մատուցեմ, արածիդ համար եւ հույսս պիտի դնեմ քո անվան վրա, քանզի բարի ես սրբերիդ հանդեպ։ Սիրելիներ ջան, մի կարճ մի բան եմ ուզում վկայեմ, որը իմ կյանքում իրոք շատ բան փոխեց։ Մի օր հովը խոսեց, մի օր չէ, շատ քիչ ժամանակ առաջ, ու իդեպ մի բան ասեմ, այս էլ վկայեմ, որ սա էլի մոտ բժշկություն ա տեղի ունեցել, որ առաջ ես խոսքը լսում էի ու չէի հիշում ոչ մի բան։ Հիմա հովի ամեն մի խոսքը իմ համար ոնց որ իմ ներսում էդի մի հատ sense տպված լինի, որ ուր էլ որ գնում եմ ծառայության, պարտադիր չի ես այդ պահին Սուրբ Հոգին վրաս բացում է։ Այդ պահին վրաս այդ պահին ինչ որ պետքա Սուրբ Հոգին հիշացնում է։ Եվ հովը խոսեց Սուրբ Հոգու մասին մի քանի շաբաթ առաջ, թե 2 շաբաթ առաջ, չեմ հիշում կոնկրետ, որ մենք պիտի Սուրբ Հոգու համար համապատասխան միջավայր կառուցենք, որ Սուրբ Հոգին կարողանա գա։ Այնքան հետաքրքիր էր, ես այդ որ այդ մի պահով խոսում էր, պատկերացնում էր այդ օդանավակայանը, որտեղ ամեն ինչը պատրաստված է, որ ինքնաթիռը գա վայրեջք կկատարի, ու ես մեկ-մեկ ինձ նմանացնում եմ այն տեղին, որտեղ պալասա չունեմ։ Գալիս է Սուրբ Հոգին պտտվում է, ու ինքը չի կարող իջնի, ինչի որտեղ ես համապատասխան պալասա չեմ ստեղծել իր համար։ Այս իմ կյանքում այնքան բան փոխեց։ Հիմա ես որ Կիրակին գալիս եմ, ամեն բան թողում եմ մի կողմում, ու ես հասկանում եմ, որ ես հենց փառաբանությունից ի վեր պիտի սկսեմ այդ պալասան ստեղծելը, որ Սուրբ Հոգին գա խոսքի ժամանակ, իջնի այդտեղ ու ինքը անի այն, ինչ որ իրականում ուզում է ինքը անի։ Այս դաս էր իմ համար, ամեն խոսքը ստեղ մի հատ ոսկի է, որ վերցնես դնես քո կյանքիդ մեջ ու հաստատ իմացի, որ Կիրակին մեր համար նորոգության օր է, գոհության օր է, գնահատության օր է, ու իրականում եմ ասում, ինչ որ դու կգնահատես, ինչի համար որ դու կգոհանաս, մենք երբեմն նմանվում ենք այն կամակոր երեխեքին, որ ինչ էլ որ տրվում է իրանց, կարծես թե քիչ է, մենք ավելին ենք ուզում, դադարի ուզելից, ուղղակի կանգնի Տիրոջ առաջ, Տերը քեզ լավ գիտի ու քո հոգսերն էլ լավ գիտի։ Մի օր երբ ես արձակեցի այդ ամեն ինչը ինձանից, այնքան սիրուն այդ ամեն ինչը տրվեց ինձ, որ այդ մտքից վեր էր իմ համար։ Ժորժ ջան, կարևորը այս ամեն տարիներից հետո, այս ամեն քո անցած ընթացքից հետո, գիտեք հիմա որ sense նայում եմ դահլիճին, երբ որ մենք օպերայի դահլիճում ենք, գիտեք ինչքան բժշկության ծառայություններ ենք ունեցել, ինչքան մարդիկ են բժշկվել հենց իմ տարածքից։ Ես նայում եմ ցավ եմ ապրում այդ մարդկանց, որտեվ չկա գնահատություն մարդկանց մեջ, որ Տերը քեզ երբ որ բժշկեց, երբ որ օրհնեց, բա դու չես ուզում գաս այդ Աստծուն ուղակի շնորհակալություն հայտնես, որ դու ապրում ես։ Կան անգամ մարդիկ, որ մահացու հիվանդություններից են բժշկվել, ես եմ տեսել ինքս, ու իմ թիմում շատերն են եղել, ու Տերը բարիք արել ու իրանց իրոք այսօր իրանց ընտանիքներին նվիրել է։ Մեզ դժվար է շաբաթը մի անգամ ուղակի գալ Աստծուց շնորհակալություն հայտնել, որ ինքը մինչև այդ 6 օր անցկացնել է, 7-րդ օրը թույլ է տվել, որ մենք կանգնենք իր առաջ։ Գոհացող լինենք, գնահատող լինենք, այն ամեն բաների համար, ինչ որ Տերը արել է, անում է ու դեռ անելու է յուրաքանչյուրիս կյանքում։ Օրհնված լինեք, սիրելիներս շատ։ Պաշտում եմ քեզ, ով մեծ Աստված, Տեր փառահեղ ես, ու մեծ արված, քո փառքն Սուրբ տաճարը հրեշտակների հետ մեկ կերքեր
Պաշտում եմ քեզ ով մեծ է հզոր Աստված մեծ Աստված Դու ես միակ փառահեղ է մեծարում ենք քեզ Տեր փառահեղ է Ամեն ամեն ու մեծարված Հալելույա Քո Մեր սրտերը Տեր սուրբ տաճարը Հրեշտակներին հետ Այսօր են սրտանց միացնում ենք մեր ձայները Հրեշտակներին բասում օրգում ենք բասում Տեր դու Արևելքից արևմուտք օրհնյալ է քո անունը Տեր Այսօր էլ մեր ձայները բարձրացնում ենք եւ միացնում ենք բազում հրեշտակների ձայնին որ գահի շուրջ երգում եւ ասում են Սուրբ է զորած Տերը արժան է սառնելու փառքը եւ պատիվը Տեր Հավիտյան Քո փառքն է լցնում Հրեշտակների հետ Բարի Աստվածն ես մեր Հզոր Աստվածն ես մեր Ալելույա Մենք շնորհակալ ենք եւ օրհնում ենք քո բարի անունը Քո սուրբ անունը Տեր շնորհակալ ենք ամեն խոսողի համար Տեր Աստված նրանց անցած ընթացքի համար
Տեր Աստված, շնորհակալ ենք ներկայությանդ համար, Տեր։ Շնորհակալ ենք, որ քո հոգին չես վերցրել քո ամեն զավակից, քո եկեղեցուց, Տեր Աստված։ Եվ շնորհակալ ենք, որ հիմա հոգովդ ներկա ես։ Խնդրում ենք, Տեր, խնդրում ենք քեզ, որ եւ այս րոպեներին ու ժամերին եւ մեր կյանքի շաբաթվա րոպեներն ու ժամերը շատ ավելի անցկացնենք քեզ հետ, Տեր։ Ոչ թե թաքնված, այլ քո առջև ուղղակի պարզ, ուղղակի թույլ տանք, որ դու գործես մեր կյանքի մեջ, որ նմանացնես քեզ, Տեր։ Մենք ուզում ենք նմանվել քեզ եւ այսօր էլ դրա համար ենք ստեղ, պաշտեցինք քեզ, մեծարեցինք Տեր Աստվածս եւ հիմա խնդրում ենք, որ մեզ նորից վերանայել տաս, ինչպես ենք մենք մտածում, ինչպես ենք քայլում, ոչ թե սխալ ենք, թե չէ, այլ դա ինչից է սկսվում եւ ոնց անենք, որ դա ուղղակի պարտված լինի, ոնց անենք, որ դու ավելի գաս մեր կյանքի մեջ եւ մենք ուղղակի մի անոթ, որ տրամադրված է իր Տիրոջը։ Խնդրում ենք քեզ այս բանը, որովհետեւ այլևս ոչ թե անոթից է, այլ Տիրոջից է։ Մենք խնդրում ենք եւ մեր ձեռքերը քեզ ենք ուղում ու խնդրում, տրամադրվում ենք քեզ, խնդրում ենք քեզ։ Ինչպես Հովհաննես Մկրտիչը ասեց, ամեն օր թող դու մեր մեջ բարձրանաս ու շատանաս, ու կայանաս, ու գործես, ու քո պտուղները տեսնենք, քո էությունը մեր էությունը դառնա, եւ ամեն օր մեր Ադամը թող մաշվի եւ վերանա։ Ոչ թե մեր մարմինը, այլ մեր բնավորության գծերը, մեր անձը, Տեր։ Եվ քեզ լինի փառքը այսօր ու հավիտյան։ Ամեն։ Ամեն։ Տեր օրհնի, շնորհակալ եմ, համեցեք Երկրորդ օրինաց 11:26-ը։ Մի վարքյանում իմ տրամաբանությունը սենց ժպտացի իմ տրամաբանության վրա, իմ հին քրիստոնեության վրա ժպտացի, կներեք ձեռքեր սառումը, դրա համար գրպաններ եմ դնում։ Խոսքը նրա մասին էր, որ եթե դու օրենքը պահես, կորտնվես, եթե օրենքը զանցանես, չպահես, կանիծվես։ Բայց ես տեսա, որ այդ սրտացավ Աստվածը ինչ գործ արել հրյաների հետ, երկրորդ օրինաց, այսինքն նոր են դուրս եկել, անապատում են։ Հիմա կարդա խնդրում եմ։ Ահա ես այսօր ձեր առաջին դնում եմ օրհնություն եւ անեծք։ Օրհնությունը, եթե լսեք ձեր Տեր Աստծո պատվիրաններին, որոնք ես այսօր ձեզ պատվիրում եմ։ Եվ անեծքը, եթե չլսեք ձեր Տեր Աստծո պատվիրանքներին եւ խոտորեք այն ճանապարհից, որ ես այսօր ձեզ պատվիրում եմ, եւ գնաք օտար չաստվածների։ Նայեք, շատ ուղիղ է, դե օրենքներ, չէ՞ սա, պատվիրանները օրենքներ, չէ՞։ Ուրեմն ըստեղ լավ ձևակերպում էր։ Ես դնում եմ քո առաջ օրհնությունը եւ անեծքը։ Հիմա շատ նորմալ է, որ մենք ասենք, որ այո, օրենքը բացահայտեց մարդուն եւ չկա փրկություն, որտեղ օրենքը դատում է, բացահայտում է եւ մեղավորն էլ դատվում է, չէ՞։ Որտեղ այդ շրջանում էր, որ մարդը պետք է բացահայտվեր եւ երևար իր որտեղից է գալի ադամական մեղքը, որ անկախ իրանից ցանկանում է 10-րդ պատվիրանը։ Եվ հետո շնորհքը մեր համար մեռավ Հիսուսը եւ մենք ազատվեցինք օրենքի ուրեմն անեծքից։ Բայց նայեք, ուրեմն երբ որ Ադամը կերել էր այդ պտուղը, նախ ասեմ, որ այդ ծառի մեջ սատանայի էությունն էր։ Ամեն պտղի մեջ կա իր ֆորմուլան, չէ՞։ Այդ ծառի մեջ բարի բան չկար, մենակ սատանայի էությունը կար։ Դուք պատկերացնում եք իր էության ծառն էր այդ։ Ուրեմն հենց սկզբում ծնդոցում Տեր ասում է, որ Սուրբ Հոգին շրջում էր երկրի վրա, անձև էր դատարկ էր եւ տիեզերքում կար խավար։ Հետո ենք հասկանում խավարը ինչ էր։ Խավարը արդեն տեղի ունեցել այդ հրեշտակը վռնդվել էր, ինչի որտեվ ինքը ըմբոստացել էր կյանքի դեմ։ Կյանքից հեռու ինչներ։ Այդ էակի մեջ միայն մահ կար, ինչի որտեղ մերժեց կյանքը։ Հիմա ինքը կյանքից հեռացվեց, տիեզերքում խավարը հենց այդ էր։ Խավարը, երբ որ ասում են նոր բան ուզեց ստեղծի Աստված, այդ խավարը զատեց ու սահման դրեց։ Այս խավարը ամենտեղ էլ չէր կարա գար, բայց քանի որ արդեն խավարը կար, Աստված, քանի որ ինքը իրանից արդար է, ինքը աշխարհի վրա, որ նոր բան ստեղծել, մի հատիկ դրա էլեմենտից այդ ծառը, մի հատ ծառ, նայ միլիարդավոր ծառի մեջ, մի հատ ծառ դրանից դրեց եւ մարդուն ասեց, սա մահնա, որ ուտես կմեռնես։ Սատանան կարար ամենտեղ պտտվեր։
Օրինակ, մինչև Հիսուսի գալը եւ մահանալ հարություն առնելը ամենտեղ պտտվում էր։ Հիմա էլա պտտվում, գիտես ինչի, որտեվ իրավաբանությունը կատարվել է, բայց վերցնողը չի եղել, վերցնողները քիչ են իրական եկեղեցի։ Ինչքան շարավիղուներ է ծառը, ասենք 10 մետր շարավ։ Ինքը տեղից մի քայլ ենկոմ չէր կարա գնալ։ Վերաբերում է վերստին ծնվածին, եթե դու քո տեղում ես, ինքը չի կարա գա։ Ինչի, որովհետև դու արդեն Քրիստոսով ես, Քրիստոսի զավակն ես եւ քեզ ատված իշխանությունը նրա վրա եւ ոչ թե նրան քո վրա։ Եվ նրանք, ովքեր ասում են, ես քաջացա, եւ սատանան կատաղեց։ Էսի ես ում հեքիաթն է։ Ինքը չի կարա քո սահմանը անցնի, եթե դու դռներ չունես, որ դեպի իրան ես բացել։ Դռները ո՞նց են բացվում, այստեղից։ Քո բնավորության գծերից, քո մտածելակերպից դռներ են բացվում։ Ու իրան նորից հրավիրում ես։ Հիմա գամ այն ինչ որ կարդացին, քո առաջ դնում եմ օրհնությունը եւ անեծքը։ Հիմա տեսեք ինչքան համով է այս բանը։ Ուրեմն ամբողջ աշխարհը անեցված էր։ Ադամի երեխուն հասում անեծքը։ Եռամեկ Աստված ասեց. Ինչի այդ բանը արեցիր, քո պատճառով անիծվեց քո աշխարհը։ Բոլոր աշխարհը անիծված են։ Ամեն մեկը մի ձևի մի բանի հասնում է կամ չի հասնում, ի վերջո ավարտում է գնում է։ Հա, էսա։ Ադամի կյանքի իմաստը էսա։ Ուրեմն ամենքը այս իշխանության տակ են։ Մի բան հույս արեցին, այդ չեղավ, հետո սենց, վերջը կյանք ամեն մեկին տարբեր ձևի գնում է։ Ուրեմն սրանց Աբրահամով առանձնացրեց, հետո Հովսեփով մցրեց, դարձրեց ազգ, հա, շատացրեց, հետո բերելա, տես աշխատելա, կարմիր ծովը անցկացրել, բերելա, հասցրելա արդեն ստեղ, անապատ, եւ հիմա նոր տալիս է, որ դու իրավունք ունես Ադամի վրա գործող անեծքից ազատ ապրես։ Նայեք, մինչև այսօր ես կարծում եմ, որ եւ Աստված տվեց օրենքը, ու այդ օրենքը դարձավ մեր գլխին սարսափ, չէ ժողովուրդ։ Սա մի հատ լավ աշճան էր դեպի շնորհքը։ Այսինքն այդքան աշխատելուց հետո է, որ քեզ այդ ասում է։ Նայ մնացածը մենք օրենքի տակ չենք, պատկերացրեք, Եգիպտոսը, չգիտեմ, Քանանեն, ինչը, մենք օրենքի տակ չենք, հա դուք ադնեցքի տակ եք, ճիշտ է։ Գլխին գաք։ Այսինքն սա ոչ թե օրենք է տվել դատելու համար, այլ օրենք է տվել, որ դու հասկանաս, որ դու տեսնում ես տեղ ամուր, ոտքդ մի դիրստե, տակը խապկանք կա, ոտքը դիր ձախ, հետո գդնես աջ, հետո գդնես ուղիղ, որ հասնես տեղ։ Քեզ բան, շնորհքը այն վախվանից է տվել։ Ուղղակի մարդու էությունը չի կարացել դա պահի։ Շնորհքը հասնում էր հրեաներին, ոչ թե հրեաների վրա մի հատ էլ բեռ դրեց, չէ։ Ասում է քեզ, որ ծնեցի, պահեցի, աճացրեցի, բերեցի, դու կարաս անեծքից խուսափես։ Բոլորը չեն կարա, մենակ դու կարաս, բայց դու ոնց կարաս, երբ որ իմ պատվիրանները պահես, ինքը իր ժողովրդին հասցրել է տեղ, ասում է իմ երեխեք, իմ զավակներ, եթե դուք հասկանաք, աշխարհի օրենքը Ադամի այդ արած կործանումը ձեր վրա էլ ուժ չի ունենա։ Ու գիտես ինչ, այն ինչ որ քո մեջ ասել եմ շատ, այն ինչ որ քո մեջ արդեն փոխվել է, իրան հարգի։ Լուրջ եմ ասում, իրան հարգի։ Տերը ասել է հենց տենց, եւ դու կանցնես, բայց շատերը չեն անցնի։ Դու կարծում ես մենակ պահպանությունն է, ինքը իմ հետ կլինի եւ ես կանցնեմ կտեսնեմ 1000-ն ու 10,000-ը, որ ընկան։ Մենակ իրա պահպանությունն է, Դավիթի հետ էր եւ մինչեւ վերջ գնաց։ Սավու հետ չէր, բայց ո հրա էր, որ իրանց սոցիալն էր։ Ուզում եմ ասեմ, ինչքան մենք Քրիստոսով ամրանում ենք, այդ պահպանությունը անկախ քեզանից է շատանում։ Մենք ինչքան նմանվում ենք Տիրոջը, այդքան ինքը մեր հետ է, եւ դու կտեսնես, որ այդ տեղով դու անցար ու քեզ բան չեղավ։